Բարև դուք դիտում եք տեսանկյուն հաղորդաշարի հերթական թողարկումը եւ այսպես Գյումրիում քաղաքային իշխանություն ձևավորելու համար քաղաքական ուժերի պաշտոնական ընտրապայքարն է մեկնարկել նախընտրական քարոզչության շրջանակներում է զրույցը Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ հիշեցնենք, որ Մայր Հայաստան դաշինքը Գյումրիի արտահայտ ընտրություններին մասնակցում է 56 ավագանու թեկնածուներով։ Ճիշտ այդպես։ Բարև ձեզ, պարոն Թևանյան։ Շնորհակալ եմ։ Քարոզչության երրորդ օրն է այսօր եւ ոչ պաշտոնականի համեմատ, ոնց որ նախընտրական ակտիվությունը ոչ միայն քաղաքական ուժերի մեջ է, նաեւ ընտրողների, թե դա վիրտուալ է եւ սոցցանցային իրականությունը բավականին խապկանք է։ Ես կարծում եմ այս ընտրությունները Գյումրիում շատ էականորեն տարբերվելու են այն առումով, որ ոչ միայն քաղաքային, այլ նաեւ քաղաքական ու նույնիսկ աշխարհաքաղաքական ու անվտանգային նշանակություն ունեն, սա նաեւ արժանապատվության ու բարոյականության ընտրություն է լինելու, բանն այն է, որ այն ինչ կատարում է կենտրոնական իշխանությունը, իդեմս Նիկոլ Փաշինյանի դեմ է Հայաստանի անվտանգության շահերին եւ գոյաբանական խնդիրներ է առաջացնում մեզ մոտ եւ հիմա ամբողջ աշխարհը ուզում է հետեւել հասկանալ արդյոք թուրքական օրակարգ սպասարկող Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կստանա որոշակի քվե, արդյոք գյումրեցիները կողմ կլինեն, որպեսզի ռուսական 102-րդ ռազմաբազան այստեղից հեռացվի, իսկ Նիկոլ Փաշինյանի եւ իր արբանյակների վերարտադրության պարագայում դա շատ մեծ հավանական է դառնում եւ արդյոք մեր հանրային օրգանիզմը ունի դիմադրության հնարավորություններ։ Այդ առումով ես կուզեի հիշեցնել, որ 21 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մենք կորցրեցինք Արցախը Հայաստանի իշխանություն կոչվածի վարած քաղաքականության արդյունքում, թեև նրանք ճիշտ հակառակն էին խոստանում։ Հիմա էլ նույնը անում են եւ խաղաղություն են խոստանում, սակայն կարող են բերել շատ վատ հետևանքների եւ գյումրեցիները շատ լուրջ պատասխանատվության առաջ են կանգնած այն առումով, որ իրենք ոչ միայն իրենց քաղաքի, մեր սիրելի Գյումրիի համար են ընտրություն կատարելու ավականու եւ քաղաքապետի, այլև ընտրություն են կատարելու ամբողջ Հայաստանի համար։ Եթե հանկարծ ԿՊ-ն վերարտադրվի, ինչի հավանականությունը 0-ին է մոտենում, որովհետև իրենք չունեն այդքան վարկանիշ, ապա մենք այդ դեպքում կարող ենք կորցնել Սյունիքը, մենք այդ դեպքում կարող ենք հարվածներ ստանալ Հայաստանի անվտանգության համար, որովհետև Նիկոլ Փաշինյանն արդեն բացահայտորեն Թուրքիայից է օժանդակություն խնդրում իր իշխանության համար, եւ հիմա քանի որ առաջին, այսպես ասած, գործընթացն է այդ շրջանակներում, երբ որ անվտանգային խնդիրներ կան, նկատի ունեմ ընտրական գործընթացը, ապա մեր քաղաքացիները հնարավորություն ունեն խաղաղ իրենց կամքով որոշելու, թե ինչպիսին պետք է լինի Գյումրի քաղաքի իշխանությունը եւ ամենակարևորը ուղերձ կհղեն գյումրեցիները ամբողջ աշխարհին, որ չեն ընդունում ներկայիս իշխանությունների վարած համապետական քաղաքականությունը, որով կարող են իրենք մերժել այս ընտրություններում քաղաքացիական պայմանագրին։ Բայց պարոն Թևանյան, միգուցե սխալ եմ, բայց մի քիչ շատ բան չի դրվում Գյումրիի այս ընտրությունների ուսերին քաղաքականացման դոզան քանի գնալով ավելանում է։ Միթե կարողա ձեր ընդդիմադիրները այսպիսի կարծիք ձևավորվի, որ որոշակիորեն մի քիչ քաղաքական շահարկումների թեմաներ են դառնում Գյումրիի ընտրությունների մեջ ներառել որոշակի շատ լուրջ քաղաքական, անգամ արտաքին քաղաքականության աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերող հարցեր։ Տեսեք, դա լավ կյանքի չէ, որ այդպես է ստացվել։ Մենք ուղղակի մի իրավիճակում ենք հայտնվել, որ կապ չունի արդեն դու Գյումրիում ես ապրում, Երևանում, Սիսիանում, թե Դիլիջանում։ Մենք անվտանգային լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած եւ սա յուրօրինակ հանրակրվե է նաեւ դառնում։ Գյումրեցիների բախտը կամ դժբախտությունը չի բերել կամ բերել է այն առումով, որ հիմա այս փուլում էստեղ է ընտրությունը եւ իրենց վրա այո ծանր բեռ է դրվում, բայց մյուս կողմից էլ գյումրեցիները հնարավորություն ունեն իրավիճակ փոխելու եւ առաջին անգամը չէ, երբ որ գյումրեցիներից է սկսվում ինչ-որ գործընթաց կամ Գյումրիում է սկսվում ինչ-որ գործընթաց։ Տեսեք, ընտրություն եւ քաղաքականություն բառերը դրանք հոմանիշներն են, այսինքն ասել, որ ընտրությունները մի քաղաքականացրեք, դա մաքուր իշխանական բառամթերք է։ Այո, դրանք առաջին հերթին քաղաքական ընտրություններ են եւ նաեւ քաղաքային քաղաքի կառավարման։ Դրա համար Մայր Հայաստանը
եւ մեր դաշինքի ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանը գյումրեցիներին ներկայանում են եւ քաղաքի ընթացիկ կառավարման ծրագրով եւ քաղաքի հերանեկարային ծրագրով, որը մենք առաջարկել ենք, հավանաբար տեղյակ եք, ազատ տնտեսական գոտու հետ կապված եւ հարկային ռեժիմի առումով ազատ քաղաքի կարգավիճակի հետ կապված մենք մասնագիտական լուրջ փաստաթուղթ ենք ստեղծել, նաեւ դրանից առաջ զրուցել ենք մեր դրսի պոտենցիալ գործընկերների հետ եւ նաեւ այն կողմից ենք հավանություն ստացել, ես չեմ ուզում թաքցնել, ռուսական շրջանակների մասին է խոսքը։ Մենք մոտորերս նաեւ կազմակերպենք միջոցառում նաեւ եւս մեկ անգամ ավելի դետալային ներկայացնելու ազատ տնտեսական գոտու հնարավորությունները, որովհետեւ մարդիկ հարցեր են տալիս, ուղղորդվածների նկատի չունեմ, մարդիկ ուզում են հասկանալ դա իրենց ինչ է ներկայացնելու։ Ես հատուկ կուզենայի նշել, որ մենք հասկանում ենք, որ սա ավականով որոշելիք հարց չէ, բայց այն ստորագրահավաքը, որ մեր թիմակիցները իրականացրել են եւ Կարեն Սիմոնյանին եւ մեր այստեղի թիմին հաջողվել է 7700 ստորագրություն շատ կարճ ժամանակահատվածում հավաքել, այդ ստորագրահավաքը վերաբերում է ավականու ուղերձին։ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ գյումրեցիները, այսինքն քաղաքացիները օրենքով սահմանված կարգով իրենց ստորագրությամբ ձևավորում են օրակարգ եւ ներկայացնում են փաստաթուղթ ապագա ավականուն, այսինքն այս ավականին դեռ չձևավորած, արդեն մեր թիմը ունի օրակարգային հարց, որը վերաբերում է ազատ տնտեսական գոտի ստեղծելուն։ Դա ուղերձ է լինելու, որով գյումրեցիները իրենց պահանջատիրությունն են ներկայացնելու եւ ասելու են այն մասին, որ մենք ուզում ենք, որպեսզի ազատ տնտեսական գոտի լինի։ Իսկ ընկալում է ինչ է իրենից ներկայացնում ազատ տնտեսական գոտին։ Տեսեք, ազատ ինչպես ներդրողը գա իրենով անի տարածքները, իրենով անի ինքը շահի, ինքը եկամուտներ, ինչպես են պատկերացնում։ Տեսեք, ազատ տնտեսական գոտին մեր ծրագրով հետեւյալ բաղադրիչներն ունի։ Նախ օդանավակայանին կից լոգիստիկ կենտրոն, այսինքն տեղափոխումների կենտրոն է ստեղծում եւ Մարմարաշենի ճանապարհի վրա 300 հեկտարանոց տարածք կա։ Ինչու են տրվել Գյումրին։ Հիմա կարող են ասել, բա ինչու մյուս քաղաքներում չլինի։ Նախ Գյումրին ինքը օբյեկտիվորեն 2019 թվականի կառավարության օրակարգում է եղել։ Դրանց առաջ էլ է եղել, բայց գյումրեցիների պահանջատեր չեն եղել այդ ժամանակ դրա համար չի ստացվել։ Մենք հիմա գալիս ենք ներքևից, այսինքն իրական նաև ժողովրդավարական գործընթաց է տեղի ունենում։ Մարդիկ դառնում են ծրագրի հեղինակ եւ ստիպում են եւ տեղական իշխանությանը եւ կենտրոնական իշխանությանը, որպեսզի իրենք տեր կանգնեն գյումրեցիների ձայնին։ Տեսեք, այդ հատվածները ես որ նշեցի ազատ տնտեսական գոտու հետ կապված մենք հետեւյալն ենք հաշվի առնում որ Գյումրին նախ աղետի գոտի է համարվում եւ այդ պիտակից պետք է ազատվել այսինքն բարոյական կողմը հարցի հասկանալի է հարցի տնտեսական կողմը Գյումրին աշխարհագրական դիրքով շատ հարմար է ազատ տնտեսական գոտու համար երկրորդը համապատասխան աշխատուժի արկայություն կա որը կարող է շատ արագ վերավորակավորվել եւ տեղի գործարանները կամ այլ կենտրոններ երբ որ ստեղծվեն մարդիկ կարող են վերավորակավորվելով ներգրավել եւ աշխատատեղեր ստանալ եւ երրորդը բացի ծովայինից ցամաքային եւ օդային բոլոր տրանսպորտային միջոցները այստեղ կան գումարած դրան նաեւ այն հյուսիս-հարավ ճանապարհատվածում ինքը կարևորագույն հանգրվանային կետերից է այսինքն մեր այսպես ասած հյուսիսային մայրաքաղաքը յուրօրինակ ձևով կարող է դառնալ Գյումրին եւ ազատ տնտեսական գոտում նրանք ովքեր որ բիզնեսներ կներդնեն եւ արտահանման ուղղված քաղաքականություն իրականացնեն օրենքով այս պահին ավելացված արժեքի հարկի վրա ազատված դրույքաչափ է կիրառվում զրոյական բայց մենք դրան գումարում ենք նաեւ շահութարկի եւ եթե այդպես ստացվի որ շրջանառության հարկի տիրույթում մնան նաեւ շրջհարկից են ազատվում երբ որ արտահանմանն են ուղղվում իսկ եթե ստեղծում են հիմնարկներ որոնք ներքին շուկան են բավարարում, բայց նաև 50%-ից ավել ապրանքների ներմուծմանն են փոխարինում, այդ դեպքում են իրենք ազատվում շահութարկից։ Ինչ է նշանակում ազատ քաղաքը։ Ազատ քաղաքը դա չինական մոդելին համահունչ մեխանիզմ է, որը Չինաստանը տարբեր քաղաքները զարգացնելու համար կիրառում էր։ Մենք այդտեղից էլ այդ մոդելն ենք վերցրել։ Ազատ քաղաքը համարվում է հետևյալը. համապետական մակարդակով ինչ հարկային դրույքաչափեր որ կան, դա կլինի ընդհանրենք ավելացված արժեքի հարկ, շահութարկ, շրջանառության հարկ։ Հիմա որ 10% են դարձել շրջհարկը եւ որին մենք դեմ ենք գիտեք, այստեղ կոնկրետ Գյումրիում նրանք ովքեր կգրանցեն բիզնեսը այստեղ նրանք ովքեր գործունեություն կիրականացնեն հենց Գյումրիում եւ նրանք ովքեր կներգրավեն աշխատակիցներ, որոնք բացառապես Գյումրիի հաշվառում ունեն, այդ ֆիրմաները համապետական մակարդակից 50%-ով ցածր հարկային դրույքաչափեր կվճարեն, որը կնշանակի աշխատատեղեր, բիզնեսի զարգացում եւ այլն։ Սա համապետական օրենսդրական խնդիր է, բայց մենք գործընթաց ենք սկսում։
Մենք չենք ուզում ասել, որ գյումրեցիներ ջան, մենք ձեզ հիմա մի 150 միլիոն դոլարի խոստում ենք տալու այն դեպքում, երբ որ քաղաքապետարանում գիտենք, որ բյուջե գոյություն ունի տարեկան 14 միլիոն դոլարի, որից 9 միլիոն դոլարը տալու է Երևանը եւ 5 միլիոնը տալու են գյումրեցիները իրենց հարկերով։ Մենք դրա համար ասում ենք ռեալ զարգացման համար անհրաժեշտ է բիզնեսի լուրջ խթան, որով Գյումրին կարող է դառնալ եւ բիզնեսի կենտրոն Հայաստան, բիզնեսի մայրաքաղաք Հայաստանի համար լուրջ լոկոմոտիվ դառնալով Հայաստանն ինձ որում շեշտում է ոչ միայն Շիրակի մարզի։ Բացի այդ գումարներ ստանալով մենք կարող ենք իրականություն դարձնել մշակութային մայրաքաղաք գաղափարը, որի մասին մենք խոսվում է գյումրեցիների իրական ջին գուցե դա հաճելի է հնչում, բայց գործնական քայլեր այդ ուղղությամբ չեն արվում եւ իրական զբոսաշրջային մայրաքաղաք կարող է դառնալ, երբ որ գումարներ լինել։ Եթե չեն լինելու, մենք ընթացիկ խնդիր ենք լուծելու, այդ ընթացիկի ծրագիրներ ունենք, բայց մենք ուզում ենք զարգացում լինի։ Ազատ քաղաքի գաղափարը, ազատ տնտեսական գոտու գաղափարը, պարոն Թևանյան, ինչպեսի ազդակ դրական թե բացասական կարող ունենալ այլ մարզերի համար, միթե չեն դիտարկի, ինչպես թե ինչի արտոնյալի կարգավիճակում հայտնվի Գյումրի։ Որովհետև խնդիր չենք տեսնում, որովհետև նախ Մեղրիում էլ է հայտարարված այդպիսի մեխանիզմ, բայց այնտեղ էֆեկտիվ չի գործում, այդ ակնկալիքները չկան։ Մենք կարծում ենք, որ Գյումրիում այդ հնարավորությունը կա, որպեսզի մենք կարողանանք տեղանքը, աշխարհագրական դիրքը, հնարավորությունները օգտագործելով զարգացնել եւ երկրորդը ես չեմ կարծում, որ Հայաստանում ինչ-որ տեղային նացիոնալիզմ կա կամ այդ ճշնամանքը կա գյումրեցի եւ այլն, ինչի Գյումրիում եւ այլն, որովհետեւ Գյումրիում այդ հնարավորությունները կան, օդանավակայան կա Գյումրիում կա երկաթգիծ կայարանով, Գյումրիում կա ճանապարհահատված հյուսիս-հարավ, Գյումրիում կան աշխատատեղեր, Գյումրիում սոցիալական վիճակը ծանր է, Գյումրին մեր հյուսիսային մայրաքաղաքն է այդ առումով, եւ ինչպես որ ասենք Սանկտ Պետերբուրգում հայտարարվում է մշակութային մայրաքաղաք Ռուսաստանում, այդտեղ որևէ մեկը չի ասում ինչի են Սանկտ Պետերբուրգը հայտարարել, կամ մենք հիմա նայում ենք Բաթումում ինչ է կատարվում Վրաստանի, չէ՞ որ այդտեղ բիզնես մայրաքաղաք է դարձել Բաթումը, որևէ մեկը չի դիմադրում դրան։ Մենք մի փոքր երկիր ենք, ես չեմ կարծում որ այդպեսի դիմադրություն կլինի, ճիշտ հակառակը, մարդիկ կուզենան որ զարգացում լինի, երբ որ խոսում են, ասենք թոշակը ցածր է, աշխատավարձը ցածր է, Երևանի համար գյումրեցիների միջին աշխատավարձը ցածր է, մարդիկ ես այստեղ շատ եմ շփվում, ասում են թե Երևանի պես չեն աշխատավարձերը, որովհետեւ Երևանի պես եւ Երևանից էլ լավ աշխատավարձներ լինեն, մենք պետք է կարողանանք այստեղ բիզնես խթանել։ Դրա համար ենք մենք ասում, փոփոխություններ են անհրաժեշտ Գյումրիում, եւ մենք կարծում ենք, որ Մայր Հայաստանը եւ իր ծրագրով եւ իր թիմով եւ Կարեն Սիմոնյան քաղաքապետի տեխնացիով արժանի է որպեսզի ստանձնի Գյումրիի կառավարման պատասխանատվությունը։ Տեսեք, մենք կարողանանք կյանքի կոչել այդ ծրագրերը։ Այսինքն իրական անհավանական բաներ չեն, որ հնարավոր է լուծել, խնդիրը լուծել, բայց գյումրեցիների հետ հանդիպման ժամանակ նվազագույն խնդիրը երբ որ պահանջը ներկայացում են, ի՞նչն են համարում առաջնահերթ լուծել։ Այսքան այդ ընկալումները այդ ազատ քաղաքի գաղափարը տեղավորվում է, հետո ինչ որ ասենք 7700 ասեց, որ ես պահանջատեր եմ դրանում։ Տեսեք, մենք բազմաթիվ շփումներ ենք ունեցել գյումրեցիների հետ եւ գյումրեցիների տրամադրությունները 3 խմբի կբաժանեի։ Մեկը անձնական բնույթի, հակասական են, չէ՞ տրամադրություն։ Հակասական չեն, ուղղակի տարբեր մակարդակների են, որը նորմալ է։ Դե Երևանում էլ այդպես, Վանաձորում էլ այդպես, ամենտեղ էլ այդպես է։ Մարդիկ կան, ովքեր անձնական այս րոպեական իրենց շահն են ուզում հասկանալ, թե ինչ կարող է բերել քաղաքին Մայր Հայաստանը անձամբ իրենց։ Դա ինչի՞ց է, պարոն Թևանյան։ Դա իրենց սոցիալական ծանր վիճակից է գալիս կամ մարդիկ ուղղակի ատոմիզացվել են, անջատվել են ընդհանուր հայրենիքից։ Որ 36 տարի նույն բանն են ուզում, որ 37 տարի մարդկանց խաբել են։ Մենք հիմա ասում ենք, մենք մեր խոսքի տերն ենք եւ ընդ որում մենք ապացույց ունենք։ Տեսեք, թե ինչպես է աշխատում Մայր Հայաստան դաշինքը Երևանի ավականիում։ Ինքը այս բանին ընդդիմադիր է, բայց 24/7 ռեժիմով տարին 12 ամիս մեր ավականու անդամները քաղաքացու կողքն են, քաղաքացու շահերն են բարձրացնում եւ լուծում են բազմաթիվ խնդիրներ եւ մեկ օր անգամ բարեսպոն իմաստով հանգիստ ու դադար չեն վերցրել եւ դրա օրինակը արդեն գյումրեցիները իրենց աչքի առաջ ունեն։ Տեսեք, կենցաղային խնդիրներից մինչեւ համապետական խնդիրներ առաջ են քաշում գյումրեցիները։ Օրինակ մարդկա ասում է, որ մեր համար կարևոր չի Գյումրիի հետ կապված ծրագիր, կարևոր է սրանց քշենք։ Այդ սրանց քշենք արդեն հասկանում ենք, որ քաղաքացիական պայմանագրի իշխանազրկելն է եւ ի դեպ դա մեր նվազագույն նպատակն է, որ մենք դրել ենք մեր առաջ այս ընտրություններում, առավելագույնը քաղաքապետի պաշտոնը պատասխանատվությունը ստանձնելը։ Այդ տիպի մարդիկ կան, որոնք անվտանգային հարցերով են հետաքրքրվում, քաղաքական հարցերով են հետաքրքրվում եւ մերժում են քաղաքացիական պայմանագրին Նիկոլ Փաշինյանով հանդերձ։ Այս մարդիկ արդեն
որպես մեր ընտրող հասկանում եմ, որ Մայր Հայաստանը միակ գաղափարական քաղաքական ուժն է, որը իր դեմքով է մասնակցում այս ընտրություններին։ Ես չեմ ասում այլ ընդդիմադիրներ չկան, բայց մյուս ընդդիմադիրները կամ որպես անհատ են ներկայանում, կամ իրական քաղաքական հնարանը չի երևում իրենց, մենք ուղղակի գլխի ենք ընկնում։ Ձերը երևում է իրական քաղաքական հնարանը։ Այո, մերը Մայր Հայաստան դաշինքն է, որը մենք չենք թաքցնում, ես գալիս եմ շփվում եմ գյումրեցիների հետ, եւ մենք ասում ենք, որ մենք ընդդիմադիր ուժ ենք, որը ցանկանում է նաեւ քաղաքացիական պայմանագրի փոփոխությունը, ոչ միայն ասենք Գյումրիի կառավարման ամենաշատ շահարկվողը նախկիններն են, այսինքն այդ իրական հնարանում այդ նախկինների հետ չկա։ Տեսեք, ամենանախկինը քաղաքացիական պայմանագիրն է, ինքը այնքան նախկին է, որ այլևս դժվար է տարանջատելը, թե իրենց ներկան որն է, նախկինը որն է։ Նախկինի ներկայի Թալանի եւ այլնից իրենք իրավունք չունեն ընդհանրապես խոսելու, երբ որ իրենք հայ ժողովրդից թալանել են մի ամբողջ երկիր, մի ամբողջ Արցախ, մի ամբողջ Հայաստանի տարածքներ, բյուջեն, անիվով տեսեք ինչ գումարներ են մսխել, համայնքական հիմնադրամով տեսեք ինչ գումարներ են մսխել, այսինքն իրենք թալանից իրավունք չունեն խոսել, իսկ նախկինների նախկինը հենց իրենք են։ Բայց տեսեք, մյուս շերտը կամ քաղաքի հետ կապված, շատերը կան, ես պարզում եմ, որ իրենք քաղաքի ընթացիկ խնդիրներով են անհանգստացած, օրինակ, նոնսենս է թվում 21-րդ դարում անտրամաբանական, բայց ժամը 8-ից հետո տրանսպորտ չի աշխատում։ Մեր ծրագրում կա, որ մենք հենց առաջորդվա որոշումով, երբ որ մենք պատասխանատվություն ստանձնենք, մինչև ժամը 23:00 է սահմանվելու տրանսպորտի միջոցներից օգտվելը։ Եվ մենք տեսնում ենք հնարավորություն եւ ինքնարժեքի հաշվարկով եւ մյուսով 100 դրամից է պակաս եմ ստում ինքնարժեքը։ Տրամաբանություն կա, չէ՞, այստեղ որ քաղաքական մյուս ուժերն են նույնատիպ ծրագրեր են ասում։ Եվս մեկ քաղաքական ուժեր ասում են, մինչև 23 աշխատելու է տրանսպորտը։ Այո, բայց տեսեք, մենք երկու ծրագիր ենք տալիս։ Մեկը հեռանկարային զարգացման, որը ոչ մեկ չի տալիս, այդ ազատ տնտեսական գոտու եւ հարկային ռեժիմով ազատ քաղաքի հետ կապված, եւ մյուսը ընթացիկ կառավարմանը։ Տրանսպորտի հետ կապված խնդիրը։ Դե եթե այդ խնդիրը կա, բնական է, որ այլ ուժերը կարող են առաջարկել, բայց մենք մեր վճռականությունը ցույց ենք տալիս, սրանք գումարում ենք նաև, որ կենսաթոշակառուներ եւ հաշմանդամություն ունեցող քաղաքացիները կարող են օգտվել անվճար եւ այդ հնարավորությունները կան։ Տնօրենների չեն խոսում, որովհետեւ սա պետական կառավարման համակարգի լուծելիքն է։ Դա էլ է կարևոր, բայց բյուջեն փող կմտնի այն դեպքում, երբ որ լինի ռեալ զարգացում, պետք չի գյումրեցիներին խաբել։ Դրա համար ասում ենք, Ժորժ ջան, մենք ձեզ ներկայանում ենք հենց մեր ծրագրերով եւ մենք ձեզանից ակնկալում ենք քվե, որպեսզի ժամանակի ընթացքում կարողանանք լուծել ձեր խնդիրները։ Հասարակ բան, այսօր բուկլետի բաժանումներով ենք զբաղված եւ շփվում ենք քաղաքացիների հետ։ Հսկայական քանակի թափառող շներ։ Երբ որ մենք դա ստատիստիկ էինք իմանում, որ արկա է այս խնդիրը, բայց երբ որ դու այսպես ասած ռեալ կյանքում ես տեսնում, հասկանում ես, որ այդ խնդիրը հրատապ լուծում է պահանջում։ Առաջնահերթ լուծում պահանջող։ Ընդ որում ծայրահեղությունների մեջ չպետք է ընկնեն։ Մի ծայրահեղություն այն է, ինչ որ այսօրվա իշխանությունն է անում, այսինքն բացի թողավիճակ է, չեն զբաղվում այդ հարցով մեծ հաշվով, որովհետև մենք տեսնում ենք, մյուսը այդ վայրենական մոտեցումն է, ասում են կրակինք եւ այլն, դա էլ է սխալ։ Մենք կարծում ենք, որ ստերջացման գործընթացը եւ շների ապաստարան կառուցելը եւ այլն միջազգային փորձի ներդրմամբ եւ դոնորների ներգրավմամբ անընդհատ պետք է մեր ուշադրության կենտրոնում լինի եւ շատ կարճ ժամանակահատվածում պետք է լուծի։ Հաջորդը ամբողջ ճանապարհին որ գալիս ենք Գյումրիում շրջում ենք մեքենայով կամ ոտքով փոշու մեջ կորած քաղաք։ Դա նշանակում է ասֆալտապատման խնդրեմ, դա նշանակում է կանաչապատ տարածքների սակավության խնդրեմ, դա նշանակում է առավոտներն էլ ջրել։ Դա նշանակում է կառավարման դեֆիցիտ լավ արդյունավետության առումով։ Հիմա այդ խնդիրը առաջնահերթ էլի մեր մոտ է։ Հաջորդը Գյումրին ունի հսկայական պատմամշակութային ժառանգություն եւ ինքը չմոռանանք Հարավային Կովկասի 3 քաղաքներից մեկն է եղել Թբիլիսի, Բաքու, Գյումրի էին ասում։ Հիմա մենք տեսնում ենք, որ այդտեղ խնդիրներ կան այդ շենքերի կառավարման հուշարձանների խնամքի պահպանման եւ այլ գործողությունների հետ կապված եւ ամենակարևորը Թբիլիսիի հետ որ համեմատում ենք, տեսեք այնտեղ ինչ են արել, լուսային լուծումներ են տվել։ Այստեղ հսկայական լուսային լուծումներ տալով եւ քաղաքը ընդհանրապես լուսավորության հարցը լուծելով կարելի է լուրջ փոփոխություն բերել եւ քաղաքի կյանքը կարող է եռալ նաեւ ժամը 6-ից 7-ից հետո այստեղ կյանքը կարծես ժամը առավելագույն 8-ից հենց նույն այդ տրանսպորտի հետ կապված հարցով կյանքը մահանում է եւ այդ առումով բիզնեսներն են խնդիրներ ունենում այսինքն աշխուժություն չկա եւ քաղաքի կյանքն է մեռնում եւ սա այն դեպքում երբ որ սա մշակութային մայրաքաղաքի տեսակու եւ բավական լուրջ ավանդույթներ ունեցող մենք կարծում ենք որ լուսավորության հարցը շատ արագ պետք է լուծել այլ ոչ թե 1-2 լամպուշկա փոխել ասել տեսեք մենք դες ինչքան լավ բան ենք արել եւ ամենակարևորը վերադառնալով քաղաքական մասին
Ես կոչ եմ արել մեր թիմակիցներին եւ Կարեն Սիմոնյանն էլ ինքն էլ այդ խնդիրը դրել է, որ եկեք անձնական վիրավորանքների դաշտ չմտնենք, ծրագրերով բանավիճենք, գաղափարներով բանավիճենք եւ ընդհանուր առմամբ փոխվենք անհատականացված դաշտ, բայց ես հիմա նույնը ասում եմ, որ մենք ԿՊ-ի տեխնացուին չենք անդրադառնում, ինձ հետաքրքիր չի, բայց նրանք ովքեր որ ուզում են տարանջատել ԿՊ-ի տեխնացուին քաղաքացիական պայմանագրի Նիկոլ Փաշինյանի տեխնացուին ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից իրենք պետք է իմանան, որ նույնիսկ չուզելով իրենք ձայն են տալիս մի ուժի, որը թուրքական օրակարգն է սպասարկում։ Տեխնյան տեղական ընտրություններում մարդիկ են, անձերն են կարևորում։ Միևնույն է դա քաղաքական ընտրություն է, անկախ ամեն ինչից։ Գաղափարական պայքար չկա։ Հա, բայց մենք հիշեցնենք, մենք օրինակ քաղաքականացնում եւ գաղափարականացնում ենք եւ նաեւ ծրագրային ենք դարձնում բանավեճը։ Մենք ասում ենք, մենք ունենք այս ծրագիրը։ Օրինակ մեր տեխնացուն Կարեն Սիմոնյանը բաց բանավեճի է հրավիրում ԿՊ-ի տեխնացուին։ Ես այսօր տեղեկացա, որ ինքը հրաժարվում է։ Եթե հրաժարվում է, ուրեմն մենք ենթադրում ենք, որ ասելիք չունի։ Եթե հրաժարվում է, նշանակում է, իրենք բովանդակային առումով կաղում են։ Իսկ եթե իրենք գալու են միտեղ մի լամպուշկա փոխեն, մի ասֆալտ անեն, դրանով քաղաքը չի զարգանալու։ Ես ուզում եմ, որ գյումրեցիները չխաբեն եւ ցելի գյումրեցիներ դիմում եմ ձեզ ասելով, Մայր Հայաստան դաշինքը ներկայանում է ընթացիկ եւ հերանեկարային զարգացման ծրագրերով եւ ակնկալում է ձեր քվեն, որպեսզի քաղաքական առումով նվազագույնը մենք քաղաքացիական պայմանագրին զրկենք իշխանությունից, իսկ առավելագույնը ստանձնենք քաղաքի կառավարման պատասխանատվությունը, որպեսզի կյանքի կոչենք այն ծրագրերը, որոնք որ ձեզ ներկայացրել ենք։ Սա շատ կարեւոր է, որպեսզի գյումրեցիները իմանան, որ մենք խոսքի ու գործի արանքում չենք ուզում բաց դաշտ թողնել։ Մենք հերթականությունը ցույց ենք տալիս քայլերի, ասում ենք սա համապետական լուծելիք հարց է, սա տեղական լուծելիք հարց է։ Եվ ներկայացնում ենք մեր ծրագրերը։ Այսպես ասեմ, պարոն Թևանյան, ընդհանուր նախընտրական պայքարի համայնապատկերում ես այսպիսի մի հատ մոտեցում եմ տալիս, կարծես թե սոլիդար եւ համերաշխ են քաղաքական ուժերը ընտրապայքարում, բայց ստացվում է այսպես։ 8-ը մեկի դեմ է։ Չէ, տեսեք, կցորդներ կան, օրինակ Երևանում հիշում եք ինչ է արեցին։ Երևանի ավականն ընտրությունների ժամանակ Հանրապետություն կուսակցությունը, որը իբր ընդդիմադիր էր ներկայացնում, հիմա կցվել է քաղաքացիական պայմանագրին եւ երևանցիների գլխին ինչ չարիք ասես բերում են այդ թանկացումների տեսքով։ Տեղական турքեր, վճարներ, տրանսպորտ, կարմիր կետագծերով ավտոկայանատեղիներ եւ այլն։ Նույնը ԿՊ-ն էստեղ է անելու, որովհետեւ տարբերություն չկա եւ իրենք ինչ են արել։ Ներգրավել են այդ Եվրոդաշինք կոչվածին, որի մեջ նույն Հանրապետություն կուսակցությունն է։ Եվ անհասկանալի թե ինչ պետք է քաղաքացին իրենց ձեն տա, երբ որ աշկի առաջ ունի օրինակ, թե ինչպես են իրենց ձայները վաճառել ԿՊ-ին, դարձել են կցոր, դարձել են թակիչ Երևանում եւ հիմա նույնը այստեղ են ուզում անել։ Այսինքն 8-ը մեկի դեմ, այո, այդպիսի բան բոլորը մեկի դեմ կա, բայց 8 չեն։ Այդ Եվրոդաշինքը կցված է դրան գումարած նաև այն գաղափարները, որ իրենք քարոզում են 100-րդ ռազմաբազայի հեռացում, հակառուսական քարոզություն եւ այլն, մենք դա վտանգավոր ենք համարում եւ ամենակարևորը մեր ծրագրերը մենք ռուս գործընկերների հետ եւ բիզնես դաշտի եւ փորձագիտական շրջանակների եւ այլ շրջանակների հետ քննարկել ենք, նախնական ներկայացրել ենք եւ ասենք արդյոք դուք հետաքրքրություն կարող եք ներկայացնել։ Իրենք ասում են, որ այո, մեղադրում ռուսական օրակարգի համար։ Մերը հայկական օրակարգ է, ռուսական օրակարգը հայ-ռուսական հարաբերությունները բխում են Հայաստանի Հանրապետության շահերից անվտանգային առումով եւ շատ պարզ բաժանում կա։ Հակառակ կողմում թուրքական օրակարգն է։ Մերը հայկական օրակարգը, որը ենթադրում է ռազմավարական դաշնակցային հարաբերություններ եւ Ռուսաստանի հետ, եւ Իրանի հետ, բարեկամական հարաբերությունների խորացում Վրաստանի հետ եւ Ադրբեջանի հետ էլ այսպես կոչված խաղաղության պայմանագրի կնքումը չպետք է լինի Հայաստանի Հանրապետության հաշվին։ Հիմա Նիկոլ Փաշինյանը դիմում է Էրդողանին, ասում է խնդրում եմ մի մաթոռը պահ, ես համաձայն եմ Հայաստանը ամբողջ էությամբ եւ ամբողջ տարածքով հանձնել ձեզ։ Սա է իր օրակարգը։ Մենք դրան դեմ ենք բնականաբար եւ մեր կոչը ուղղակի այն է քաղաքացիներին եւ գյումրեցիներին, որ մեր հարգելի գյումրեցիները որևէ պարագայում ԿՊ-ին ձայն չտան եւ չմտնեն այն պատասխանատվության բեռի տակ, որը կարող է տրվել եւ նույնիսկ եթե իրենք անձնավորված են քվեարկում, իրենք պետք է հասկանան, որ անկախ իրենց կամքից իրենք նպաստելու են Նիկոլ Փաշինյանի թուրքական օրակարգին։ Այս բեռի տակ ես չեմ ուզենա, այս մեղքի տակ չեմ ուզենա, որ որևէ մեկը մտնի։ Ավարտենք, պարոն Թևանյան, կենսունակ կայուն ծրագիր է ներկայացում, որը պահանջատեր նաեւ քաղաքական ուժը պիտի լինի արդեն կառավարման օղակում, թիմ կառավարում։ Ովքեր են ձեր ցուցակում եւ ովքեր են ձեր սատարողներն համակիրները, այսպիսի կարծիք է ասում, որ նախկին պաշտոնյաներն են
պաշտոնաթող դեմքեր են, որոնք մասնակցում են նաև սատարում եւ համակրում են ձեզ։ Այսինքն նրանք, ովքեր խորը վիրավորված են։ Մեր ցուցակը ամբից, մաքուր, երիտասարդության եւ փորձի համադրություն է։ Կարեն Սիմոնյանին բոլորը ճանաչում են որպես կայացած գործարար, իր խոսքի տեր մարդ եւ կառավարչական հմտություններ ունեցող։ Մեր ցուցակի երկրորդ համարը հայտնի լրագրող քաղաքագետ Տերենիկ Մալխասյանն է, որը իր կոմֆորտ զոնայից դուրս է եկել Երևանի։ Դուք ձեր գոլեգան եք, գիտեք, Երևանը մենք շատ լավ աշխատանք ուներ, թոփային, այսպես ասած, հաղորդում էր վարում եւ հիմնական ընդդիմադիր հաղորդման գլխավոր սպիկերներ եւ ինքը այդ ամեն ինչը թողեց, հատկապես ես իր հետ խոսել եմ, ասում եմ, երբ որ օրինակ Ալեքսանդրապոլի պատմության հետ 18 թվականի հետ կապված ֆիլմը նկարանում էին 5-րդ ալիքի հետ, ինքը ասում է, որ դու քեզ բռնում ես ֆիլմը նկարելուց այն մտքի վրա, որ դու էլ կարող ես հայտնվել այդ վիճակում, հետեւաբար դու քո կողմից պետք է քո անելիքը անես, ինչպես որ օրինակ ես հրաժարվեցի ազգային ժողովի պատգամավորի մանդատից Երևանի ընտրություններից առաջ, ցույց տալով, որ այստեղ աթոռի խնդիր չի լուծվում, այնպես էլ Տերենիկ Մալխասյանը հրաժարվել է իր մանդատից, այսպես ասած, իր կոմֆորտ զոնայից, իր աշխատանքից եւ եկել է որպես գյումրեցի, մասնակցում է Գյումրիի ընտրություններին։ Մեր ցուցակում կայացած մարդիկ են եւ որևէ կոռուպցիոն, այլ տիպի թալանչիական, չգիտեմ, կրիմինալ, որևէ հետագից չկա իրենց հետ կապված, իսկ Մայր Հայաստանը հենց պարզերեսով էլ հանդես է եկել, որպեսզի ասենք մենք ենք մեր ծրագրերի տեղը, դուք հիմա խոսում եք Մայր Հայաստան շարժման ներկայացուցիչի հետ, այսինքն մենք չենք թաքնվում որևէ այլ կուսակցության տակ կամ մենք հանուն կնիքի չենք ինչ-որ կուսակցական ցուցակում մասնակցում, մենք ինչքան է զարմանալի չթվա, ասենք նույնիսկ քաղաքացիական պայմանագիրն է թաքնվում, չի ուզում ցույց տալ, որ ինքը քաղաքացիական պայմանագիր է, որովհետև հասկանում, որ քաղաքացիական պայմանագիրը վարկանիշ չունի, դրա համար փորձում են ինչ-որ տեխնոլոգիաներ կիրառել, տարանջատել տեխնացուին քաղաքացիական պայմանագրից, բայց դա հնարավոր չէ։ Մենք անձի դեմ ոչինչ չունենք, եթե կրկնեմ, ես անձնավորված որևէ մեկին չեմ քննադատելու։ Իմ թիրախը քաղաքացիական պայմանագիրն է եւ անձամբ Նիկոլ Փաշինյանը, եւ եթե 30 ունի, ասելիք ունի, այդ հսկայական զորքը թողնեն, երբ որ տեղաշարժումներ ու մարդկանց անհարմարություններ պատճառում, թող գա Գյումրի, գաղափարներով մրցենք այսպես, իրենց տեխնացուն, մեր տեխնացուի հետ քաղաքի կառավարման խնդիրներով կբանավիճի, մենք ասելիք կունենանք քաղաքական հարցերով։ Սա է, եւ ես կարծում եմ, որ մենք հաջողությունը ուղեկցելու է այս ընտրություններին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Տեսանկյալ հյուրներ Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, հիշեցնեմ, որ Մայր Հայաստան դաշինքը Գյումրիում արտահերթ ընտրությունների մասնակցում է 56 ավագանու տեխնացուներով։